Սա մեր հողամասին այս ինչ որ տեսնում ես կանաչից հետ եղածից հետ ցրտից վախեցի, շուտ հավաքեցի։ Գալինատատը 3 է իր առատ բանջարանոցի վերջին բանջարեղենը սրբել ու ձմռան սեղանի ամենախորժելի թթվի պատրաստման գործով է զբաղված։ Երաշտի տարի էր, բայց Աթանի բանջարանոցներում բերքն առատ է, ծառերն էլ կոտրվում են պտղի ծանրությունից։ Մի կողմից սա լավ է, մյուս կողմից էլ Գալինայի աշնանային աշխատանքն անհատնում է, հոգսերն էլ շատ։ Չէ, դժգոհ չէ, կենսաթոշակի անցնելուց հետո բան ու գործի անունը էս է։ Սար է գնում հարց, ինքն էլ էստեղ է տնտեսությունն ինչպես լոռեցիներն են ասում, յոլատանում ու այդպես էլ կամաց ապրում են։ Ես էլ որ պարապ չմնամ այս գործով եմ զբաղվում, այգու բերքն ենք հավաքում։ Ցմերվա պաշար էլի թթուկը դնենք, մարինատ կանենք, մի բանի կօգտագործենք։ Այն ժամանակ ամուսինս էլ էր օգնում, չնայած իր աշխատանքն էլ էր շատ, բայց հարմարացած ժամանակ միշտ էլ մշակել ենք մեր հողը, պարապ չենք թողել։ Հլա ճիշտն ասած հիմա քիչ ենք մշակում, այս տան առաջին են վերևներն էլ ենք մշակում մեր հողամասնա, բայց հիմի իմ ուժերի չափով այս ներքևի հողամասն եմ մշակում։ Աթան գյուղը մեծանուն մարդիկ շատ է ունեցել, բայց կեսդար երեխա կրթած, մարդ դարձրած Գալինան թերևս Աթանում ամենահարգված ու սիրված ուսուցչուհին է։ Դպրոցն էլ մեր երկրի նման դժվար ժամանակներ շատ է ունեցել։ Գյուղական դպրոցի սառը դասարաններ էլեկտրական ու փայտե վառարաններից այդքան չեն ջերմացել, որքան Գալինատատի քնքշանքից ու ժպիտներից յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական հոգատարությունից։ Հիմա էլ Գալինան պահպանում է գեղեցիկ ժպիտն ու ուսուցչուհուն վայել արտաքինը միշտ խնամված կոկիկ ներկած եղունգներով, անգամ եթե տանն է, անգամ եթե այգի է մշակում։ Որովհետև կարող է, որ իր աշակերտներից մեկն ու մեկն անցնի, հյուր գա, կապ չունի, որ այլևս դպրոցում չես, քո աշակերտը քեզ պիտի տեսնի այնպիսին, ինչպիսին որ միշտ տեսել է, ասում է Գալինան։ Տեղաց եմ եղել, տեղում էլ նշանակել են, կադրայել, գրադարանը նոր բացվեց, ակումբինկից էր առանձնացրին, ինքնուրույն դարձավ, աշխատեցի մի 4 տարի, ուսումս ավարտելուց հետո արդեն մտա դպրոց։ Քանի որ իմ ծնողները, մեր ընտանիքն էլ շատերը բարձրագույն կրթություն ունեն, սովորել են, ու նման արգելք չի եղել, նման արգելք քույրիկս էլ ավարտել պատմականը Երևան, ու աշխատող հայրս ուսուցիչ ա եղել երկար տարիներ, մայրս աշխատել ա մի 15 տարի, մանկավարժներ ընտանիք ենք եղել, արգելող չի եղել։ Կրթության ու գյուղի նվիրյալ է, հայրենի եզերքի հանդեպ սերը փորձել է ներարկել ամեն մի աշակերտի, այդպիսին է գյուղական ուսուցչի կոչումը։ Եվ երբ հիմա գյուղական դպրոցների մի մասի վրա կախվել է փակման վտանգը, գիտակցում է, որ գյուղական դպրոցներն են այն մայրմեղուները, որոնց շուրջ ձևավորվում է մեղուների համայնքը, այս դեպքում գյուղական համայնքը, եւ դրանց փակվելու հետ կամաց փակվելու են նաեւ գյուղի առանձնատների դռները։ Գյուղն է փակվում, ոչ թե դպրոցը։ Գիտեք, քանի ընտանիք տեղափոխվեց, 9 աշակերտ միանգամից գնաց, այս հունվարից հետո փակվան անունն էլ որ լսեցին, թողին գնացին։ Այս երիտասարդներ ունել պարզայրեխին ոնց լորուտ ուղարկեն առաջի դասարանի սովորողի։ Կամ գնա 10-րդ, 12-րդը կամ 10-րդը ուշա վերջացնում դասը, 12-ից տարականը վերջացնում է, ինչքան սպասեն, միգուցե երկարօրյա դասեր անցկացնեն, որ այդ երեխեքը չտուժվեն, չգիտեմ այդ հարցը ոնց կլինի, բայց գյուղը փակվում է իրոք, երիտասարդներն էլ կգնան։ Աթանի դպրոցը 100-ից ավելի աշակերտ է ունեցել, հիմա 15 աշակերտ ունի։ Ջահելներ շատ ունեն գյուղում, հատկապես տղաներ, բայց ամուսնացող տենց քիչ կան էլի։ Սա ընկեր Գալինայի ու գյուղի մյուս մեծերի ցավն է։ Երիտասարդները բոլորը քաղաք են ձգտում, մեկը սովորելու, մյուսը աշխատելու, մեկ ուրիշը լավ կյանք գտնելու։ Գնալը մեղք ու հանցանք չէ, բայց գնացածը գյուղի ճամփան մոռանում է։ Քաղաքներն օր-օրի ավելի են լցվում մարդկանցով, շենքերով, մեքենաներով, գյուղերն էլ օր-օրի դատարկվում են։ Մնում են դպրոցները սակավ երեխաներով, գոյություն չունեցող մանկապարտեզներով, եւ որպես արդյունք գիշերն էլ գյուղում համարյա ջրակ չի վառվում, տխրում է Գալինան։ Լսելով 26 թվականի սեպտեմբերից փակված է համարվելու, բայց այս սխալ որոշումը շատ, ոչ միայն մեր դպրոցը, շատ ենք լսում Գյումրիում, միրուս մարզերում դպրոցները փակման կրախի առաջ են կանգնած։
գյուղում տեղափոխվում են քաղաքում էլ խտանում անտեղ, իսկ գյուղերում դատարկվում է, չգիտեմ։ Առաջին հերթին աշխատատեղ։ Երիտասարդները այստեղ բացի անասուն պահելուց ուրիշ աշխատանք չունեն, բայց բոլոր երիտասարդները չեն ցանկանում անասնապահությամբ զբաղվեն, անասունի գործ անեն, ջահելն ժամանակը շատ է փոխվել, դուք էլ եք տեսնում երիտասարդների կյանքը ոնց ընթանում, գյուղի մնացողներ մի թորնիկ էլ ես ունեմ։ Տղայա 44 օրյա էլ մասնակից, բայց երբեք չի ձգտում գյուղում մնալու։ Ու նման երեխեքն էլ որ գնան, արդեն դժվար հարց առաջանում, էլի չգիտեմ, պետքա դպրոցներ են կառուցում, մանկապարտեզներ են նորոգում, պետությունը զբաղվում է հարցով, բայց որ աշակերտ չկա, դպրոցը վերանորոգեն։ Մեր դպրոցին ես ափսոս ունեմ, որ հիմի կմնա, գնացել եք մեր դպրոց, եղել եք մեր դպրոցում, այդ ձևի շենքը դատարկվի, մնա հետո փլատակա դառնալու էլի։ Ջահելին զբաղվելու բան չկա, մեր ժամանակներում ակումբը գործում էր, գրադարանը գործում էր, թատրոններ էին տալի, հենց երիտասարդների ուժերով, տեղ երիտասարդների, բացի որ դրսից Ալավերդուց էր համերգներ գալ, ինքնագործ խումբը գալիս էր, Վանաձորի Հորովելնա նույնիսկ եկել այստեղ համերգ տվել, Ղարաբաղից են եկել, իմ գրադարանում աշխատելու տարիներին, լավ եմ հիշում, շատ են եկել, բայց որ իջոցառում բանել չիմ ձանձրալի է կյանքը, մնում է անասունը տան են բերեն ու ամբողջ օրը էլ զբաղմունք չկա իրանց, բայց գալիս են շախմատ են խաղանում, կինո էին նայում, գիրք էին կարդում, գրքի քննարկում բան են ընթերցողներ էլ շատ կան, թե մեծերը, թե երիտասարդները, բայց մի կարծես ընկել են հեռախոսների վրա, հեռախոսն դե նորություն չի ես որ ասեմ, բոլոր տեղերում էլ նույնն է։ Հեռախոսներով են ոնց որ իրանց ժամանակն անցկացնում, բայց իրանց զբաղվելու տեղ չկել, գյուղը ժամանակին այնքան բուֆետ ուներ, բաղնիկ ուներ, ճաշարան կար, խանութները գործում էին, մարդկանց աշխատատեղ էլ կար, հիմա լրիվ փակվել, ակումբի շենքը, որ այս 4 գյուղի մեջ մեր առաջին եղել, մի փլման եզրին է կանգնած, շատ, ես շատ ափսոսում եմ, որ մի քանի տարի հետո այս մեծերը հերթով գնում են, մեր տարիքն էլ փոքր չի ժամանակը մեզ էլ հասնելու, երիտասարդներն էլ որ տեղափոխվեն, գյուղն է դատարկվում։ Մեր եթե հանրագիտանում հետաքրքրվեք 500 կարծեմ 70, եթե ճիշտ եմ հիշում կամ 565 բնակիչ է ունեցել գյուղը։ Հիմի 200 քանիսն է, կոնկրետ թիվը չգիտեմ, 220-ա թե քանիսն է, այդքան պակասել է բնակչության թիվը։ Այժմ գյուղի ապագան տխուր է, ասում է Գալինան ու ջրում ծաղիկները։ Իր տան պատշգամբից երևում են հեռավոր սարագագաթները, որտեղ ամառները ջահել տարիներին սար էին բարձրանում։ Չնայած հիմա սարերն էլ համարյա դատարկ են ու առհասարակ գյուղում էլ շատերը, եթե քաղաք էլ չեն գնում, ձգտում են ապրել քաղաքաբնակի կյանքով, անասուն չպահել, այգի չմշակել, մեծերի հետ չապրել ու այդպես էլի շատ ու շատ բաներ։ Ճիշտ է 7 աղբերով մի ժամանակ ապրել են, բայց մի երկուսով չեն ապրի իրար հետ։ Ծախսեր շատ կա էլի, պահանջները շատ է փոխվել։ Մեքենաներ են ձգտում առնեն, վարկեր են վերցնում, տուն են սարքում, վարկ են վերցնում, գյուղացին վարկի տակ է ամենաշատ, աշխատում են, ստեղծում են, անասուն շատ են պահում, բոլորը վարկի են տալի, վարկի տոկոսներ են մարում, երբ կվերջացնեն, երբ այդ վարկերը կհատնի։ Ընկեր Գալինան լավատես չէ, տեսածն է հասցրել դրան։ Ճիշտ է վերջերս գյուղի ճանապարհն ասֆալտապատեցին, փողոցները լուսավորեցին, հանդիսությունների սրահ, մանկապարտեզ նորոգեցին, բայց դա քիչ է գյուղացուն գյուղում պահելու համար, ասում է։ Եվ բացի դա էլ արդեն ուշ է։ Որ սենց հաշում եմ, այս ամբողջ թաղում մի հատ երեխա չկա, որ մի երեխայից են լսես։ Այսինքն այս մասից միջև դպրոց իջնելը մի հատ երեխայից են չես լսիլ, չկա դպրոցական։ Մի քիչ այդ տատիկը, որ եկավ այդ թաղում մի քանի աշակերտ կա, իսկ այն ժամանակ հավաքվում էին դասերից հետո 10-15 հոգով ճամբար էին սարքում իրանց ուժերով միջոցառում էին անցկացնում, զբաղվում էին։ Հիմա այդ շարժը չկա, շատ հեռախոսներն է։ Բայց դա էլ ամենը չէ, ցավով ասում է, անգամ փոքր ու լեռնային այս գյուղերում մեծերի ու նաև ուսուցիչների հանդեպ չկա այլևս տարրական հարգանք։ Արատավոր երևույթները հասել են նաև այստեղ ու դժվար է հասկանալ, իր դեմքն են կորցրել միայն աշակերտները, թե նաև ուսուցիչը։ Ես ուսուցիչ
աղջիկ եմ եղել, բայց որ իր հորս ընկերներից տուն էին գալի, արդեն պատի տակ էին վախճը, որ մեզ չտեսնեն ամոթա, կամ մեզ փողոցում տեսնեն, խաղանա իսկան բան, բայց հիմա սովորական բան է, ավելի լավ է, թող համարսակ լինեն, շատ ընկճվածն էլ պետք չի։ Ինքը աշակերտների հետ լեզու գտնելու գործում միայն սեր, ջերմություն ու ժպիտ է ներդրել։ Այդ դեպքում անգամ ամենաչարաճճի երեխաները ենթարկվել են, ասում է։ Պետք չի այդքան թերագնահատել, չարեն, հետո նանքնից լավ մարդիկ են դառնում, ասում են, էս են չարնա, որ իսկան խելացի, այսքան կամ աշխատանքում ընթառաջ գնացած։ Աշխատել եմ մեծ սիրով, հիմա եթե ուժերսների գնամ աշխատանքի, մտքով միշտ դպրոցի հետ եմ, սիրել եմ դպրոցի, աշխատանք սիրել եմ, սիրով աշխատել եմ։ Ու այսպես տարիների ընթացքում կուտակված տասնյակ լուսանկարներ դարձել են անվերջանալի հիշողությունների աղբյուր ու ամեն անգամ դիտելիս ժպիտ են առաջացնում ու հիշեցնում են բարի ու հոգևոր ժամանակները, իրենց ժամանակները։ Դա է պատճառը, որ լուսանկարների իր պահոցը տան իրերի մեջ ամենաթանկն է, քանի որ ամբարում են իր թանկ հիշողությունները, կարոտները, մորը ուսուցչի սերը։ Մերի Կորոլյան, Դավիթ Թամազյան, Աթանից, անկյուն Գումարեց 3 հեռուստաընկերության համար։